Գիտեք, պատմության մեջ կան այնպիսի պահեր, այնպիսի որոշումներ, որոնք փոխում են ամեն ինչ։ Դրանք սահմանում են մի ամբողջ ժողովրդի ճակատագիր։ Այսօր մենք հենց այդպիսի մի պահի մեջ ենք խորանալու։ Մի ընտրություն, որի արձագանքները մինչև հիմա էլ լսվում են։ Սա իդեպ ուղղակի պատմական մի հարց չէ, որ թողնենք անցյալում։ Սա մի հարց է, որը, այսպես ասած, յուրաքանչյուր սերնդի առաջ է դրվում։ Ու այս կոնկրետ պատմության պատասխանը սկսվում է առաջնորդության մի խորը ճգնաժամից։ Դե ամեն ինչ սկսվում է այնտեղից, որտեղից սովորաբար սկսվում են խնդիրները, հենց վերևից։ Սամուել Մարգարեն, որ տարիներ շարունակ ժողովրդի առաջնորդն էր, արդեն ծերացել էր, իսկ նրա որդիները, որոնք պիտի նրա գործը շարունակեին, նրանք բոլորովին այլ ճանապարհ էին բռնել։ Ու պատկերացրեք, թե ինչքան խորն էր տարբերությունը։ Սամուելի ժամանակ իդեալը արդարությունն էր, պարզ ու կոնկրետ, իսկ իր որդիների օրոք իրականությունը դարձել էր անարդար շահը, կաշառքը, արդարադատության իսկական խեղաթյուրումը։ Ժողովրդի համբերության բաժակն ուղակի լցվել էր։ Հենց այս ճգնաժամի մեջ Իսրայելի երեցները հավաքվում են ու Սամուելին ներկայացնում իրենց լուծումը։ Նրանք փոփոխություն էին ուզում, այո, բայց ոչ թե վերադարձ արմատներին, այլ ավելի շուտ ուզում էին կրկնօրինակել ուրիշներին։ Լավ լսեք այս խոսքերը։ Մեզ համար թագավոր նշանակիր, ինչպես բոլոր ազգերը։ Սա արդարության ճիչ չէր, սա նմանվելու ցանկություն էր։ Ծանոթ է հնչում, չէ՞։ Այս ձգտումը լինել բոլորի պես նրանց համար շատ ավելի կարևոր էր դարձել, քան իրենց յուրահատուկ լինելու կոչումը։ Բայց այս պահանջը, գիտեք, ուղղակի քաղաքականություն չէր։ Սրա տակ շատ ավելի խորը բան կար։ Երբ Սամուելն իր վրդովմունքով դիմեց Աստծուն, պատասխանը բացահայտեց խնդրի ամբողջ էությունը։ Ահա սա է ամբողջ պատմության առանցքը։ Ժողովուրդը իրականում երկրային թագավոր ուզելով մերժում էր իր երկնային թագավորին։ Նրանք տեսանելի մարդկային իշխանություն էին ուզում, անտեսանելի աստվածային առաջնորդության փոխարեն։ Ու զարմանալի է, բայց չնայած այս մերժմանը, Աստված Սամուելին ասում է. «Լսիր նրանց ձայնին, բայց մի պայմանով, դու պետք է շատ հստակ, կետ առ կետ բացատրես, թե ինչ կարժենա իրենց այդ ընտրությունը»։ Եվ այսպես Սամուելը նրանց առաջ դնում է այդ աշխարհիկ իշխանության ամբողջ հաշիվը։ Ու դա, ասեմ ձեզ, շատ ծանր հաշիվ էր։ Նախ գինը վճարելու էին իրենց երեխաները։ Թագավորը վերցնելու էր նրանց որդիներին իր բանակի համար, իսկ դուստրերին իր պալատին։ Պատկերացնում եք։ Նրանց երեխաներն այլևս իրենցը չէին լինելու, այլ պետությանը համակարգին էին պատկանելու։ Հաջորդը նրանց սեփականությունը։ Մի պահ պատկերացրեք, ձեր հողերի լավագույն մասը, ձեր աշխատողները, ձեր ռեսուրսները։ Այս ամենը ուղղակի դրվելու էր թագավորի տրամադրության տակ նրա նպատակների համար։ Եվ իհարկե նրանց հարստությունը։ Թագավորը հարկային համակարգ էր սահմանելու, այնինչ առաջ կամավոր նվեր էր, դառնալու էր պարտադիր տուրք։ Նրանց աշխատանքի պտուղների մի զգալի մասն այլևս իրենցը չէր լինելու։ Ու այս ամենի գագաթնակետը։ Եվ դուք կլինեք նրա ծառաները։ Սա ուղղակի տնտեսական կարգավիճակի փոփոխություն չէր, ոչ, սա ինքնության փոփոխություն էր։ Ազատ ժողովրդից նրանք դառնալու էին մի երկրային տիրոջ ծառաներ։ Դե այսքան հստակ ու անկեղծ ասած սարսափելի նախազգուշացումից հետո կմտածեք ընտրությունը պարզ պետք է լիներ, չէ՞, բայց ժողովրդի պատասխանը մեզ ցույց է տալիս մարդկային բնության մի շատ խորը ճշմարտություն։ Սամուելը վերջին անգամ նախազգուշացրեց. «Այն օրը դուք կաղաղակեք ձեր ընտրած թագավորի պատճառով ու Տերը ձեզ չի լսելու»։ Իսկ իրենց պատասխանը՝ ոչ, մենք պետք է թագավոր ունենանք։ Նրանք լսեցին, հասկացան հետևանքները ու միևնույն է ընտրեցին այդ ճանապարհը։ Իսկ ինչու։ Ինչու ընտրել ստրկությունը ազատության փոխարեն։ Պատճառը մնաց նույնը, ինչ ամենասկզբում, որպեսզի մենք էլ լինենք բոլոր ազգերի նման։ Նմանվելուցանկությունը գերազանցեց յուրահատուկ լինելու կոչմանը։ Ու այդպես որոշումը կայացվեց, վերջնական խոսքերն ասվեցին. «Լսիր նրանց ձայնին եւ նրանց համար թագավոր նշանակիր»։ Ժողովուրդը ստացավ այն, ինչ ուզում էր, ու դրա հետ միասին բոլոր այն հետևանքները, որոնց մասին նախազգուշացվել էր։ Բայց ինչու ենք այս հին պատմությունը հիշում։ Որովհետև սա ուղղակի անցյալի մասին չէ։ Սա հայելի է, որի մեջ մենք կարող ենք տեսնել մեր սեփական ընտրությունները, մեր վախերն ու ցանկությունները, եւ անձնական, եւ հավաքական։ Ու այստեղ հարցը հասնում է հենց մեզ։ Երբ ենք մենք, վախենալով առանձնանալուց կամ ձգտելով լինել բոլորի նման, ընտրել հարմարավետ, բայց սահմանափակող կրկնօրինակը, ազատ, բայց երբեմն դժվարին աստվածային բնօրինակի փոխարեն։ Ինչ թագավորների ենք մենք մեզ համար պահանջում, հանուն անվտանգության կամ ընդունված լինելու զգացողության։
Եթե այս պատմությունը ձեզ էլ մտածելու տեղիք տվեց, ապա միացեք զրույցին։ Հավանեք այս վերլուծությունը, բաժանորդագրվեք, թողեք ձեր մեկնաբանությունը եւ կիսվեք ընկերների հետ, որպեսզի այս կարևոր գաղափարները հասնեն ավելի շատ մարդկանց։ Եվ եթե ուզում եք այս ճանապարհորդությունը շարունակել ոչ թե որպես դիտորդ, այլ որպես մասնակից, սիրով հրավիրում ենք ձեզ դառնալ Աստծո արքայությունը փնտրողների կենթանի ցանցի մի մասը։ Հղումը կգտնեք ներքևում նկայագրության բաժնում։ Շնորհակալություն ուշադրության համար։